Հիմա ինչ ենք ուզում, իրոք հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը պետք է իր քաղաքական հակառակորդի քարաճիկը ուտի։ Իմ երիկամը ուտի ուղիղ եթերում տեսնենք, որ նա քաղաքական իմաստով կանիբալ է։ Այսինքն եվրոպացիներին ասում եք, կոմֆորտ զոնայից պետք է հանել, գնալ, խոսել, հիմնավորել, մշտապես չվախենալ, չամաչել, չխաբնվել այդ շարդոնեներին եւ մերլոներին, այդ պրիոմների եւ գնալ խոսել ճշմարտությունը։ Պարոն Աշոտյան, ոստիկանական ծառայողները շղթային էսպես կազմել, հիմա էլ մենք տեսնում ենք, որ նոր ուժեր են ավտոբուսներով ոստիկանական զորքերի տեղական, ինչ որ բախումներ են սպասում, ի՞նչն է անում։ Կտայի, որ Հայաստանի եւ Արցախի դիրքերը պաշտպանված լինեին ժամանակին եւ հիմա այնպես, ինչպես հիմա իր ժողովրդից Դավիթ Համբարձումյանին փորձում են մեկուսացնել նման ուժերի գերլարումով, Այս զարմանալի չի, սա այլևս ոչ մի բան զարմանալի չի, այս ամոթն է, միացրեք եւ կապեք Euronews-ին, կա Euronews, միացրեք, ասեք Armenian Now live, տվեք, ասեք ինչա կատարվում Հայաստանում։ Ընդամենը մեկ մարդու դիմավորելու արարողության ժամանակ է։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի վախերի արտահայտման ձևերը, կլինիկան շատ բարդ է, հա։ Կարա լինի սենց, սա էլա վախ չէ։ Դու քեզ ինձ սիրում։ Քեզ ամբողջ ժողովուրդը ատում է, դու քեզ մեզ դե չգիտեմ ինչա ցույց տա, ինչա ստացվում, երբ որ ես ցույց եմ տալի, այն ինչ որ ինքը ուզում է իրականում ցույց տա։ Ակնհայտ է, չէ, որ այդ ամեն ինչի մեջ այս տեսեք, սա դիկտատորական նոր մշակույթ է։ Այն հին դիկտատորները անցյալում են, հիմիկվա դիկտատորները մոդայիկ են, գիտար կարան նվագեն, կարան ձի քշեն, տարբեր երկրներ, հիմիկվա դիկտատորները փորձում են լինել սեքսի, անգամ Նիկոլի նման տենց նիաչոմ մարդը փորձում է լինել տրենդային, տենց հոտ, բնական է, եթե հանվի, կարծում եմ էլ ավելի շատ կանրադառնան, բայց երկիրը հիշատակումներով կառավարելը կամ ռոլիկների պրասմոտրները ուղիղ ազդեցություն ունեն տնտեսական աճի անվտանգության վրա։ Ինքը ամեն ինչ կարող է ցույց տալ, ես որևէ բանի վրա չեմ զարմանում։ Ես 1, 2, 3 անգամ փորձեցի այդ իմաստով ձեռ առնել, այսինքն ես հասկանում եմ, դա կոմունիկացիոն մշակույթ է նոր, բայց մենք նորմալ երկրում չենք ապրում, մենք նորմալ իրավիճակում չենք ապրում, այդ ամեն ինչը, այդ բոլոր ինչ որ ինքը հրամցնում է որպես մոդայիկ, տրենդային եւ այլն, այդ մեր երկրի մասին չի, հազարավոր գերեզմանների մասին չի, տասնյակ հազարավոր անտուն մնացած մարդկանց մասին չի, 100-ից ավել չնույնականացված դիերի մասին չի, այս ամոթը։ Այսինքն սա է անբարոյական, ջանդամ թե մեզ չի նստացնում, այն մարդկանց պատվի հարցը լուծեր, հասկանում եք, վերջին հարցը խնդրում եմ։ Սերժ Սարգսյանը գալու է Դավիթ Համբարձումյանին դիմավորելու։ Դուք առավոտվանից կամ ցերեկվանից այստեղ եք, խորհուրդ եմ տալիս հեռախոսը շրջել, լայվով միացնել, հենց տեսնեք ինձ էլ կասեք։ Չի գալու, այսինքն Համայնքի ղեկավարի նկատմամբ դատական պրոցեսներ են սկսվում։ Այս պահին էլ Հայաստանում կազմակերպվում է թիմ ընտրություններ, որքանով վստահ լինենք, որ ժողովուրդը իր ձայնը կտա եւ որևէ ընդդիմադիր ղեկավար կընտրվի եւ ժողովրդավարական երկրում այդ համայնքապետը չի դատապարտվի եւ համայնքն էլ չի մնառած ղեկավարման։ Շատ դաժան ճշմարտություն հուշեցիք, եթե չեմ սխալվում, այդ ճշմարտությունը պարսկական է։ Ասում եմ, եթե ձեզ հայոյում են, շնորհակալ եղեք, որ չեն ծեծում։ Եթե ձեզ ծեծում են, շնորհակալ եղեք, որ չեն սպանում։ Եթե ձեզ սպանում են, շնորհակալ եղեք, որ լքում եք այսքան անարդար աշխարհը։ Հիմա այս թիմերի մասին մեր այս ամբողջ պատմությունը, այո, դառը պատմություն է։ Վալոդիայի սպանությունից սկսած, այսինքն միջև էլ կներեք Մամիկոնի ազատազրկումից Վարդան Ղուկասյանի ազատազրկումով հիմա Դավիթով, այսինքն իսկ падգամավոր չունենք ընդդիմադիր, Արտուրը նստած է Սարգսյան։ Իսկ միջև էլ չենք ունեցել ընդդիմադիր գործիչներ, որոնք նստած են եղել։ Լիքը, ցավոք սրտի 40-ից ավել ես այդ իմ սիրողական հաշվարկա, չընդունեք օֆիցիալ, ձեզ կասեն Հայաստանում չկա քաղբանտարկյալ, երեք եվրոպացիներից մեկին հետ խոսում եմ, սա էլ ասեմ գնամ։ Ասում եմ, ընկեր, դուք ինչ ճանաչել եք քաղբանտարկյալ, ձեր քաղաքական, իմ քաղաքական ընտանիքը, ձեր թուղթը, բարաթը, իմ նման 40 հոգի մարդ նստած է, ես իրանց ձայնն եմ, ես ձայնազրկվածների ձայնն եմ, ես պետք է ինձ կոտորեմ հիմա քո մոտ, գործարա։ Ասում եմ, հա, ես կգնամ վարչապետի հետ հանդիպման, մի հատ ճշտեմ, ես ինչ թեմա է։ Ասում եմ, որ Բելարուսում քաղբանտարկյալ են բռնում։ Դու գնում ես Լուկաշենկոյի ճշտվելու,
Պարզ չի, որ քեզ ոչ Լուկաշենկոն, ոչ Ալիևը, ոչ Էրդողանը, ոչ Նիկոլը կյանքում պրեզիդենտ չեն գա, չէ՞։ Այդ որ երկրում կա քաղբանտարկյալ, որի երկրի ղեկավարությունը ընդունել է, որ այդ քաղբանտարկյալ է։ Այդպես թեմա չկա։ Բարի վարեժք Դավիթին եւ մնացածին այդ ինքնաթիռի մեջ ու բարի երթ մեր պայքարին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։